Իշխող խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի շուրջ աղմկոտ պատմությունը մտել է քրեական փուլ։ Ժողովուրդ օրաթերթի հարցմանի պատասխան Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն պաշտոնապես հաստատել է Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 507-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով դատարանի օրինական ուժի մեջ մտած ակտը չկատարելը։ Այս արարքը նախատեսում է պատիժ տուգանք առավելագույնը տասնապատիկի չափով կամ հանրային աշխատանքներ առավելագույնը 100 ժամ տևողությամբ կամ ազատության սահմանափակում առավելագույնը 1 տարի ժամկետով կամ կարճաժամկետ ազատազրկում առավելագույնը 1 ամիս ժամկետով կամ ազատազրկում առավելագույնը 1 տարի ժամկետով։ Սա մեղմ մասն է, բայց քանի որ Արթուր Հովհաննիսյանը պաշտոնատար անձ է եւ Էդգար Ղազարյանի պնդմամբ դատավճռի չկատարումը նույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք է, որը կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցություն օգտագործելով, պատժվում է տուգանքով առավելագույնը 20 չափով կամ հանրային աշխատանքներով 80-ից 150 կամ ժամ տևողությամբ կամ ազատության սահմանափակմամբ առավելագույնը 2 տարի ժամկետով կամ կարճաժամկետ ազատազրկմամբ առավելագույնը 2 ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ առավելագույնը 2 տարի ժամկետով։ Քննչական կոմիտեի ժողովուրդ օրաթերթին փոխանցել են, որ այս փուլում իրականացում են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսած անհրաժեշտ քննչական եւ վարույթային գործողությունների դեպքի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով։ Հիշեցնենք, հրապարակային տեղեկությունների համաձայն գործընթացը մեկնարկել է Էդգար Ղազարյանի հաղորդման հիման վրա եւ վերաբերվում է դատարանի որոշման ոչ նյութական մասին հրապարակային ներողություն խնդրելու պարտավորությանը։ Արդյոք նախաքննությունը կհանգեցնի падգամավորի նկատմամբ մեղադրանք առաջադրելուն, որի համար գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը պետք է ազգային ժողով գնա մեղադրանքի թույլտվության համար, պարզ կդառնա քննության հաջորդ փուլում։